այսօր, որ այստեղ եք այս ակցիային մասնակցում եք։ Ակնկալիքս հայտարարված է, որ ստեղ նիստ պիտի գումարվի կառավարության շենքում։ Այդ նիստում մեր արցախցիներս ակնկալում եք, որ պիտի մեր հարցը նույնպես դրվի ու այդ հարցը քննարկվի եւ ցանկալի է, որ իօգուտ մեզ որոշում արվի, բանվի։ Նայեք, պահանջների թվում նաև նշում են ոչ միայն սոցիալական, այսպես ասած, առաջնային հարցերը, այլև Արցախ հավաքական վերադարձի հարցի առաջմղումը։ Որքանով է իրատեսական այսօր օրինակ այդ մասին խոսել եւ որ պարագայում եք դա հնարավոր համարում։ Իհարկե Արցախ վերադարձի հարցը միշտ պետք է լինի որպես առաջնային հարց, դա չպիտի անտեսվի, դա չպիտի մղվի մոռացության, այդ հարցը պիտի պահվի այնքան, մինչև գան նոր իշխանություններ, որոնք ի վիճակի կլինեն այդ հարցը դնել միջազգային ացիաներում, պարտադրել մեր հարևան երկրին, որ այդ հարցը պետք է լուծվի։ Իօգուտ մեզ խոսքը վերադարձի ու անվտանգության երաշխիքները նաև հաշվի առնելու։ Եվ պարոն Սարգսյան, դուք որտեղից եք տեղահանվել, արդյոք այստեղ աշխատում եք թե ոչ, արդյոք անձնագիր փոխել եք թե ոչ, կապակցված խնդիրներ են դրա համար միասին հարցրի։ Ես ինքս Ստեփանակերտի բնակիչ եմ, Բեռնի տեղահանվել եմ սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ Որտեղից։ Ստեփանակերտից ներողություն հարցը նորից թարմացնեք հարցը։ Եվ փոխել եք անձնագիր, եկել եք այստեղ։ Ես ինքս շատ ավանդապար մարդ եմ, իմ անձնագիրս թողել եմ նույնը, ես Արցախի հաշվառմամբ, չնայած այստեղ ժամանակավոր հաշվառմամբ, բայց գտնում եմ, որ իմ անձնագրով ես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Աշխատանք գտել եք արդեն այդ անձնագրով նախկին այսպես։ Ես ինքս ինքնազբաղ մարդ եմ, մասնագետ, նկարիչ եմ, ինքս աշխատատեղ չունեմ։ Ունեմ երբեմն ունեմ պատվեր, չեմ ունենում, տենց առիթ գործ եմ անում, բայց եթե մնամ իմ աշխատավարձի հույսին առանց հիսունների ես չեմ պատկերացնում, որ պիտի գոյատևեմ։ Որովհետև վարձակալության հիմունքներով եք ապրում, հա։ Որովհետև ապրում եմ վարձով, ընտանիքով, 4 հոգով մի սենյակի մեջ։ Հնարավորինս սուղ պայմաններով, սուղ միջոցներով, նվազ պայմաններով։ Երևանում եք վարձակալում ենք Երևանում, ապրում ենք Երևանում Կոմիտաս փողոցը։ Նայեք, Նարեկ Մկրտչյանը նախարարը պնդում էր, որ այս կարճաժամկետ ծրագրերը, այսպես ասած, դադարեցնում են, որպեսզի արցախցիներին մղեն դեպի երկարաժամկետ ծրագրեր, այն է բնակարանային ապահովության ծրագրերը։ Այսպիսի լուծումը ձեզ համար ճիշտ է, օբյեկտիվ է, այսինքն մի հարցը չլուծած մյուսին մղել հնարավոր է։ Ես ինքս իբր թե ընդգրկված եմ իմ պատկերացմամբ առաջին խմբի մեջ, բնակարանային ծրագրի ապահովման ծրագրի մեջ, քանի որ ինքս Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց այդ ծրագրերը անիրական ծրագրեր են իրանք առաջարկում, ինչ առումով մոտենում են բանկին, բանկը ասում է մենք տեղյակ չենք, այդ ծրագիրը մեզ չի վերաբերվում, մենք այդ դրանով չենք զբաղվում, ազնագիր փոխել են տալիս, այդ ազնագիր փոխել տևում է մի կես տարի, այնուհետև առաջանում են շատ խոչընդոտներ, գտնել տուն, չգիտեմ, ինքս որ ի վիճակի չեմ աշխատավարձի տեղեկանք ներկայացնել, որ ի վիճակի եմ վարկ վերցնեմ, դրա համար դա ինձ համար անիրական է, ես աշխատավարձ չեմ կարող ներկայացնեմ այդքան 500,000-ի, ասենք թե անիրական ծրագրերը, այդ հարցը կգտնենք, բնակարան որտեղ կգտնենք, չէ, անիրական է, ինքս այդ հարցով շատ ընդհատակյա խոչընդոտներ կա,
մեր հարցերը ծրագիրը պարզաբանված չի լրիվ թակարդներ է։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։